Մերձավանի սկանդալային միջադեպի աղմուկի մեջ հանրությունը բազմաթիվ հարցերի պատասխաններ այդպես էլ չստացավ։ Ինչու էին դպրոցի ուսուցիչները, աշակերտները այդպես բորբոքվել ու բողոքի ալիք բարձրացրել պատմության ուսուցչուհու դեմ։ Սա կազմակերպվել է իմ դեմ, նրանք շատ են, բայց Մենք գնացինք փաստերի հետևից ու այն, ինչ պարզեցինք, պակաս խնդրահարույց չէր։ Իրականում ուսուցչուհի Ռոզա Դավթյանին հեռացրել են մի քանի դպրոցներից։ Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցից նրան հեռացնելուց հետո ուսուցչուհին տնօրենին դատի է տվել, փորձելով վերականգնվել։ 2022 թվականին է Ռոզան ազատվել աշխատանքից, որտեղ վերջին շրջանում պարբերաբար իր կողմից եղել են ոչ կարգապահ աշխատանքին ներկայանալու հետ կապված, ուսմասվարի կողմից ունեցել ենք զեկուցագրեր, որ այսինչ օրը չի եկել, տեղեկացված չեմ եղել, ինձ էր հարցնում, ձեզ տեղյակ պահել են, թե ոչ, կամ որ ժամին իրեն պետք լիներ ինչ-որ մի անձնական հարցով, կարող է դուրս գար դպրոցից։ Դատալեքսում հրապարակված գործի նյութերից ծանոթանում ենք, որ Ռոզա Դավթյանը 2017-ից հաշվառված է Արմավիրի Զարիշատ Մարտին Մկրտչյանի անվան բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետում, քրոնիկական զառանցական խանգարում ախտորոշումով։ 2021-ի օգոստոսին դպրոցը ծանուցում է ուղարկել, որ իր հիվանդության պատճառով հոկտեմբերի 11-ից լուծվելու է իր հետ կնքած աշխատանքային պայմանագիրը։ Դրանից հետո ուսուցչուհին հոգեբուժ փորձագետների մոտ փորձաքննություն է անցել ու ստացել եզրակացություն, որ հոգեպես առողջ է։